Յուսուֆն իր բանտարկությունից հետո վերադառնում է Հայաստանը նվաճելու իր մտքին եւ Հայաստան է ուղարկում իր զորավարներից Բշիրին։ Բշիրը կարծելով, որ հայոց արքա Աշոտ Երկաթը սխալ է գործել գտնվելով Սևանակղզու իր ամրոցում, շտապում է օգտվել այդ սխալից, բայց չկարողանալով ջրային արգելքները հաղթահարել, ամբողջ զայրույթը ժողովրդից է կոտորելով անզեն ու անմեղ մարդկանց։ Աշոտ Երկաթը այդպես էլ կղզուց դուրս չի գալիս, բայց ափ է ուղարկում իր հրամանատարներից Գևորգին։ Գևորգը մի քանի հոգով ափ հասնելուն պես իր անձնական քաջության շնորհիվ հրաշքներ է գործում։ Նա կայծակնահար գրոհում է Բշիրի մարդկանց վրա եւ հաղթանակներ տոնում։ Այդպես մի անգամ 20 հոգով հանդիպում է Բշիրի 1000 հոգանոց գնդին եւ այնպիսի արագ եւ ուժեղ հարձակում է գործում, որ թշնամին անկարգ փախուստի է դիմում, թողնելով բազում սպանվածներ։ Գրում է պատմիչը։ Կատաղած Բշիրը փակում է Սևանակղզու բոլոր ցամաքային ճանապարհները, որոնցով կարող էր արքան սուրանդակներ ուղարկել։ Աշոտ Երկաթի համար խնդիր էր ոչ միայն Բշիրի մեծաթիվ բանակը, այլ նաև հայկական զորակազմը, որը հիմնականում կազմված էր նետաձիգներից։ Հայոց արքան հայտնի էր իր անսովոր որոշումներ կայացնելու ունակությամբ, եւ կղզում գտնվող 11 ձկնորսական նավերով որոշում է ափ ուղարկել 70 իր ամենաընտիր աղեղնավորներին։ Այդ աղեղնավորները նույնիսկ չէին վրիպում մազից։ Լավ քողարկելով իրենց զենքերը հայերը տպավորություն են ստեղծում, թե գալիս են հանձնվելու, ընդ որում արքան նույնպես գտնվում է նավերից մեկում։ Ափ հասնելուն պես հայերը սկսում են նետահարել թշնամուն, որոնք հավաքվել էին տեսնելու, թե ինչպես է ձերբակալվում հայոց արքան։ Հայ աղեղնավորները հարվածի տակ են առնում թշնամու ամենախիտ հատվածը, կենտրոնը, եւ զորքը բաժանելով երկու մասի, տեղ են ազատում փոքրաքանակ ծանրազեն հետևակի ապիշնելու համար։ Հայերը հիմնականում նշան էին բռնում թշնամու աչքերին, եւ ինչպես պատմիչն է նշում, նրանցից շատերը մնացին միական, իսկ շատերն էլ խորխոցեր ստացան։ Թշնամին չկարողանալով դիմադրել ծովից տեղացող մահաբեր տարափին, խուճապահար փախչում է։ Բշիրն այլևս չի կարողանում խուճապահար իր զորքից մարտակարգ ձևավորել, իսկ հաղթանակը իր ավարտին է հասցնում ափ ասած ծանրազեն հետևակը։